Բալոնի ժամկետն ենք նայում, ժամկետի մեջ է թե չէ բալոնը, փորձարկման ենթակա է թե չէ։ Նայելուց հետո, եթե բալոնը համապատասխանում է ստանդարտների ժամկետով բանով, քանդում ենք, գազազերծում ենք, գազը թողում ենք մեքենայի մեջից, բալոնի մեջից, բերում ենք, քանդում ենք, լվացնում ենք, ճնշափորձարկում ենք, վերջում դադարում ենք ջուրը, կշռում ենք, սա նայում ենք նորմերին համապատասխանում է, փաստա թղթերը տրամադրում ենք մեքենայի տիրոջը ու ճանապարհում։ Գազաբալոնների վկայագրման գործընթացն է ներկայացնում մասնագետը։ Ամբողջ գործընթացը տեսանկարահանելն ու 6 ամիս պահպանելը օրենքով է պարտադիր։ Բայց էսի նոր է տեղադրված, բայց մենք ընդհանուր ունեցել ենք մեր տեսանկարահանող սարքերը։ Տեսանկարահանման մեջ պետք է ներառվի տրանսպորտային միջոցը եւ պարբերական վկայագրման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր գործողությունները։ Առանձնապես գազաբալոնի ճնշափորձարկումը եւ տրանսպորտային միջոցի գազաբալոնային սնման համակարգի փորձարկումը։ Գործընթացը պետք է տեսանկարահանվի ոչ միայն մասնագետների, այլև հենց քաղաքացիների անվտանգության համար։ Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների 2019-ից 22 թվականներին մեքենաների գազաբալոնի պայթյունի 11 դեպք է գրանցվել։ 2023-ից մինչև 2025-ի հունիս 10 դեպք։ Երկրորդ ժամանակահատվածն ավելի կարճ է։ Թվում է, որ պայթյունների թիվն աճել է, սակայն պատասխանատու գերատեսչությունից նշում են, ընթացքում աճել է նաև մեքենաների թիվը։ Եթե 2019-ին տեխնիկական զննություն են անցել 294,039 տրանսպորտային միջոց, ապա 2024-ին այդ թիվը կազմել է 533,130, այսինքն մեքենաների քանակը գրեթե կրկնապատկվել է։ Գազաբալոնները պետք է ստուգել 2 տարին մեկ, ապա վկայագիր ստանալ, որ այն ապահով է ու կարելի է օգտագործել։ Սակայն մեքենաների տերերը միշտ չէ, որ հետևում են այս կանոնին։ Իսկ դրա վերահսկման գործառույթը դրված է գազալցակայանների վրա։ 2022-ից ներդրվել է գազաբալոնների էլեկտրոնային շտեմարանը, որտեղ ներառվում են վկայագրում անցած բոլոր տրանսպորտային միջոցների եւ դրանց վրա տեղադրված գազաբալոնների տվյալները։ Շտեմարանին հասանելիություն ունեն նաև գազալցակայանները։ Գազալցակայանները պարտավոր են էլեկտրոնային համակարգում համոզվել տվյալ տրանսպորտային միջոցի եւ նրա վրա տեղադրված գազաբալոնի արկայությունը էլեկտրոնային համակարգում եւ նոր միայն լցավորել տվյալ գազաբալոնը կամ մեքենան լցավորել գազով ու նույնիսկ նաեւ օրենսդրությունը նախատեսում է գազալցակայանների նկատմամբ տուգանք։ Խախտման դեպքում 200,000 դրամի տուգանք է նախատեսված, բայց արդյոք գազալցակայանները իսկապես բացում ու ստուգում են յուրաքանչյուր մեքենայի տվյալները։ Լցակայաններին էլ պետք է ստուգի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Ըստ տեսչականի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետի տրամադրած տվյալների 2025 թվականի վերահսկողության արդյունքում առանց տվյալ մեքենայի ճնշափորձարկում անցած լինելու հանգամանքը ստուգելու, լիցքավորելու համար 141 գազալցակայանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց, ընդ որում 81-ը Երևանում։ Մեկ այլ զեղծարություն եւս կիրառվում է այս ոլորտում։ Նախ նշենք, որ գազաբալոնների ճնշափորձարկումն ու վկայագրումը կարող են իրականացնել միայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից լիցենզավորված կազմակերպությունները։ Լիցենզավորված շատ կազմակերպություններ ոչ պատշաճ էին իրականացնում գազաբալոնների պարբերական վկայագրումը, նույնիսկ ավելին հաճախ առանց ծառայություն մատուցելու, առանց վկայագրման համար սահմանված պահանջները կատարելու տվյալ տրանսպորտային միջոցները մուտքագրվում էին գազաբալոնների էլեկտրոնային շտեմարան որպես վկայագրված գազաբալոններ։ Իսկ փոփոխությունից հետո քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կարող է պահանջել տեսագրություններ ու պարզել, իսկապես պատշաճ վկայագրում տեղի է ունեցել, թե ոչ։ Լիցենզիայի պահանջները խախտելու եւ պատշաճ չտեղադրելու դեպքում տուգանքը 100-ից 200,000 դրամ է։ Մեկ այլ հոդվածով գազաբալոնների էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը պահանջների խախտմամբ առաջացնում է տուգանք, ուրեմն տվյալ կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նվազագույն աշխատավարձի 300 պատիկից 500 պատիկի չափով։ Դժբախտ պատահարների դեպքում եւս հնարավոր կլինի պարզել, արդյոք պայթյունը ոչ պատշաճ ճնշափորձարկման հետևանքով էր։ Տեսչական մարմնից նաեւ հայտնում են առաջիկայում ստուգումներ կիրականացվի պարզելու, արդյոք ճնշափորձարկման ու վկայագրման գործընթացն ամբողջությամբ բոլոր մեքենաների դեպքում նկարահանվում է։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։